Քաղաքական և տնտեսական օրակարգերը ազգային ժողովի քառօրյա նստաշրջանում նորից ակտիվ են, միջանցքում ընթացող ճեպազրույցներն էլ հակասական։ Քննարկման կենտրոնում առաջինը հայտնվել է Հայաստան ներմուծված ղազախական ցորենի որակը։ Ընդդիմադիրներն ասում են՝ սա էր ձեր բերած ցորենը, իսկ իշխանականները, թե կարևորը դիվերսիֆիկացիան է։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը զարմանում է այն պնդումից, թե պետք է շեշտեին ցորենի կարգը և որևէ խնդիր չի տեսնում անասնակերի ներմուծման մեջ։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակերայք է, վաղն է կգա բարձրակարգ ցորեն, դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Իսկ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցնում է, թե կյանքն ինչ է ցույց տալիս ընդդիմության արձագանքների վերաբերյալ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդդիմությունը ասում էր, սա միակողմանի ապաշրջափակում է եւ Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու։ Հայաստանը մնալու է շրջափակման մեջ։ Հայաստանը միակողմանի զիջումներ է արել։ Ադրբեջանի համար է միայն ապաշրջափակում լինելու, իսկ հիմա իրանք քննարկում են, թե ցորենը որ կարգի է։ Սա կարծում եմ արդենից խոսուն է։ Իսկ ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են հակադարձել։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասում է, որ ցորենի ինքնարժեքի շուրջ կարևոր հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն, ոչ թե PR-ակցիա անեն, եւ կրկին կասկածի տակ է դնում ապաշրջափակման խոստումները։ Ապաշրջափակումը կլներ հետեւյալը, երբ որ կապ չունի ցորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Գառնիկ Դանիելյանը մեկ այլ մտավախության մասին է հայտնում, որը վերաբերում է Ադրբեջանի հերթական պահանջներին։ Դրա մասին Նիկոլ Փաշինյանը անոնսել է տարածքների հետ կապված, որ ասելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք որ հետ պիտի վերադարձվեն Ադրբեջանին։ Իշխանական պատգամավոր Սարգիս Խանտանյանն էլ ընդգծում է, տարածքների փոխանակման հարց այս փուլում չի կարող քննարկվել։ Նախ պետք է ավարտվի սահմանազատումը, իսկ դրա ժամկետը դեռևս հստակ չէ։ Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նաև հերքում է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի պնդումը, թե բանակցային գործընթացը տապալել է Նիկոլ Փաշինյանը։ Ռուբինյանի խոսքով 2019 թվականին նման առաջարկ պարզապես չի եղել։ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Իշխանականները շեշտում են, գործընթացը շարունակական է, սակայն այս պահին առանց նոր փաստացի առաջընթացի։